նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները, տեսնելով որ հայտարարած ձևի իրենց արդյունքները նվազում են և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը և մենք նույնիսկ չենք հասկանում առավոտյան ինչ է ներկայացնում։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են։ Բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել։ Դրա համար անցան հատուկ գործողությունների և մենք նույնիսկ պատկերացում չունենք ինչ գործողությունների։ Դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են և անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել և անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրական ընտրության արդյունքների մասին և նորից մեր կարծիքը կհայտնենք։ Դուք տեսնում եք ինչ են անում, նույնիսկ գիշերվա 12-ին ներվեր տանում են, լցում են ընտրապեղամած զինվորականներին, որ քվեարկություն անեն, անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը, չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն։ Իրենք դա զգացին գործերով սպառել։ Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք,